ոսկի մեդալ նվաճած Մերիոն Ջոնսը, որը դատապարտվեց 6 ամսյա կալանքով, բայց ամերիկյան արդարադատությունը հանդես բերեց գթասրտություն և մարզուհին պատժվեց միայն դրամական տուգանքով։ Ցանկացած մարզիչ դեմ է, որ իր սանը ընդունի դոպինգ, բայց նրանից արդյունք են պահանջում։ Իսկ այսօր առանց խթանիչների հնարավոր չէ հաղթել սպորտում։ Շատ մարզիկների մոտ հաղթանակի փառքը գերակշռում է վտանգի բացահայտումը։ Եթե մարզիկները շարունակում են դոպինգ օգտագործել ամենախիստ հսկվող մարզաձևերում, այդ դեպքում նրանք ցանկացած թույլ վերահսկվող ձևերում կարող են այն օգտագործել առանց մտածելու։ Իսկապես, նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չես դնի 19 տարեկան հասակում $50 միլիոն պայմանագիր կորզելու ճանապարհին։ Դոպինգի վտանգը շարունակաբար ապացուցվում է լաբորատորիաներում, բայց ոչ երբեք մրցած պարեզներում։ 20-րդ դարավերջում ամերիկացի մարզիկների շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները որքան սպասելի, նույնքան անսպասելի են։ Հարցվածների 50%-ն այն հարցին, թե կուզենար օլիմպիական չեմպիոն դառնալ առողջությունը կորցնելու գնով, պատասխանել է այո։ Մեծ սպորտի դաժան ճշմարտությունը, տրիոմֆ և անկում։ Պրոֆեսիոնալ ռեսլեր Բրայան Պելմանը մահկանացուն կնքեց 35 տարեկան հասակում։ Նույն ծաղկուն տարիքում կյանքին հրաժեշտ տվեց Էդի Գերերան։ Իսկ Դեվիդ Բոյ Սմիթը իր մահկանացուն կնքեց 39 տարեկանում։ Այս երեք մահերում էլ գլխավոր կասկածյալը մեկն է՝ դոպինգը։ Չնայած խոշոր տուգանքներին ու ցմահ որակազրկումներին, մահաբեր մարզաձևերի սև ցուցակը գնալով ընդլայնվում է։ Սպորտի թագուհի ատլետիկա, մարմնամարզություն, լող, ամերիկյան ֆուտբոլ և բեյսբոլ, ֆրանսիական հեծանվավազք, բուլղարական և թուրքական ծանրամարտ։ Քանի դեռ սպորտը շարունակում է ապրել, իսկ գիտությունը փնտրում է պատասխաններ, մի փաստ պարզ է բոլորիս։ Խթանիչները շարունակում են բազմանալ և չեն պատրաստվում լքել մեծ սպորտը։ Մարզաշխարհի առևտրացումը փաստող փողաբեր, շատ հաճախ աստղաբաշխական գումարներ ապահովող մարզաձևերի այս շարքը ենթադրում է շարունակություն դոպինգ անվանումով։ Հաղթանակի աղթանիշը պարարթող է գտնում փառքի և փողի հետևից սուրացող սրտերում։ Մենք պատրաստի դեղատոմս չենք առաջարկում, ուղղակի ահազանգում ենք մեջ բերելով վիճակագրության տխուր դատավճիռը։ Իսկ ընտրությունը ձերն է, լինել թե չլինել։